Հայաստանի եւ Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջև 284.4 միլիոն դոլարի ֆինանսական եւ դրամաշնորհային միջոցների հատկացման համաձայնագիր է ստորագրվել։ Հայաստանում բնակարանային շուկա եւ հիփոթեքային վարկավորման զարգացում վերտառությամբ ծրագրի նպատակը մոտ 109,000 տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման, հասանելիության եւ բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացման ապահովումն է։ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 6125 ընտանիք, պետբյուջեից հատկացվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում է, որ Կևյան կամրջի շինաշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ կամրջի վերգետնյա հատվածի հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։ Այն երթևեկության համար օգոստոսի 29-ի փոխարեն բաց կլինի օգոստոսի 15-ից։ Կամրջի վերջնական հիմնանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։ Ողբերգական դեպք Տավուշի մարզում։ Մարզային փրկարարական վարչության ծառայակիցները Աղստև գետում Խաշթարակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ հայտնաբերել են հարազատների կողմից փնտրվող քաղաքացու մարմինը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ որոնվող քաղաքացին Իջևան քաղաքի շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս է անզգուշաբար հայտնվել գետում։ 1 ժամից ավելի տևած փնտրտուքից հետո մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրասույզին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ ճոպաններ եւ պատկարակ։ Հուլիսի 8-ին Մայրաքաղաքի Արշակունյաց Պողոտա եւ Շիրակի փողոցի խաչմերուկում ձերբակալված քաղաքացու մեքենայում իրավապահները մաքսանենգ ճանապարհով ներկրված 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին են հայտնաբերել։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները ոստիկանները նույն օրը ձերբակալել են նաեւ Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ 31-ամյա տղամարդը վերցրել իրացման համար նախատեսված թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից արված առաջին ատյանի դատավճռի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ իրենք շատ լավ են հասկանում, որ սա ֆորմալ բնույթ է կրում եւ այս հարցում որևէ փոփոխություն լինել չի էլ կարող։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը ասել է, որ վերաքննիչ են դիմել, քանի որ դա միջազգային դատարան տանող միակ ճանապարհն է։ Դավիթ Իշխանյանը նաեւ հայտարարել է, որ սա հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է եւ հստակ ռազմավարությամբ եւ հեռահար նպատակներով։ Իշխանյանը նաև հայտարարել է, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։